Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Եթե ամբողջ սրտով հավատում ես, կարելի է Գործք 8:37 Բարեպաշտ ընթերցող Այս բառերը կարող են պատասխանել քո տարակուսանքներին կապված ծիսական արարողությունների հետ։ Գուցե դու ասում ես, ես վախենում եմ մկրտվելուց, այնքան լուրջ բան է ընդունել, որ ես մեռած ու թաղված եմ Քրիստոսի հետ։ Ես ինձ ազատ չեմ զգում Տիրոջ սեղանին մոտենալիս, վախենում եմ ուտել և խմել իմ դատապարտությունը, չզանազանելով Տիրոջ մարմինը։ Ախ, խեղճ հոգի, Հիսուսն ազատություն է տվել քեզ, մի վախեցիր։ Եթե մի օտարական քո տուն գար, նա կկանգներ շեմին կամ կսպասեր նախասրահում, նրա մտքով էլ չէր անցնի առանց հրավերի ներխուժել քո հյուրասենյակ, չէ որ նա իր տանը չէ, բայց քո երեխան իրեն ազատ է զգում տան մեջ, և նույնն էլ Աստծո զավակի դեպքում է։ Օտարականը չի կարող մուտք գործել այնտեղ, որտեղ երեխան համարձակ ելումուտ է անում։ Երբ Սուրբ Հոգին արդեն որդեգրության հոգի է տվել քեզ, դու կարող ես առանց վախենալու մասնակցել քրիստոնեական արարողություններին։ Միևնույն կանոնը վերաբերում է նաև քրիստոնյայի ներքին արտոնություններին։ Դու կարծում ես, թե քեզ թույլատրված չէ ուրախանալ անպատմելի ու փառավոր խնդույությամբ։ Եթե քեզ թույլատրվի կանգնել Քրիստոսի դռան մոտ կամ նստել նրա սեղանի ծայրին, դու դրա համար էլ լիովին գոհ կլինես։ Ախ, բայց քո արտոնություններն ավելի պակաս չեն, քան ամենամեծ հավատացյալինը։ Աստված իր սիրո հարցում տարբերություն չի դնում իր զավակների մեջ։ Երեխան երեխա է նրա համար, և նա նրան երբեք վարձկան չի դարձնի, այլ խնջույք կանի պարարտ զվարակով, երաժշտությամբ ու պարով, կարծես նա երբեք էլ մոլորված չի եղել։ Երբ Հիսուսը մեր սրտերի մեջ է գալիս, նա մեզ Տիրոջով ուրախանալու արտոնագիր է տալիս։ Հիսուս թագավորի արքունիքում ոչ ոք շղթաներ չի կրում, բոլոր արտոնությունները գուցե աստիճանաբար հասանելի է դառնում մեզ համար, սակայն վստահաբար դրանք մերն են։ Հնարավոր է դու ասում ես, երանի ես կարողանայի վայելել խոստումները և ազատությամբ քայլել իմ Տիրոջ պատվիրանների մեջ։ Եթե ամբողջ սրտով հավատում ես, կարելի է։ Արձակիր քո պարանոցի կապանքները, ով Աստծո զավակ, քանի որ Հիսուսը ազատել է քեզ։